Որդյակ իմ, տիրոջ խրարը մի անարգիր և մի վհատվիր, երբ որ հանդիմանվես նրանից, քանի որ Տերը ում սիրում է խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է։ Սա առակաց գրքից է, Պողոս առաքյալը այս խոսքերը վերցնում է և զարգացնում է ու ասում, թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում, որտև եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ հարազատ որդի։ Երբ որ հայրը տեսնում է, որ որդին շեղ ճանապարհով է գնում, ճշմարտությունից շեղված է, խրատում է, հետ է կանգնեցնում, խրատել ինչ է նշանակում։ Նշանակում է բացատրել, ասել, խոսել, հանդիմանել, երբեմն պատժել, իհարկե իմաստուն ձևով պատժել։ Տեսեք, մեր Տերը Հիսուս Քրիստոս 3 հոգու հարություն տվեց։ Առաջինը Հայրոսի աղջիկն էր, 12-ամյա աղջիկ էր, մահացել էր, նոր էր մահացել և Տերը մեղմ խոսք ասեց, Տալիթա կումի, աղջիկ քեզ եմ ասում վեր կաց։ Այսինքն նոր էր մահացել և փոքրիկ խոսքով կարողացավ նրան հարություն տալ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, այդ Հայրոսի աղջիկը խորհրդանշում է այն մարդկանց, որոնք նոր մեղքի մեջ են ընկնում։ Մեղ, հանգիստ, խաղաղ, սիրո խոսքով է նրանց դարձի բերում մեր Տերը, չի պատժում, այլ խրատում է։ Սուրբ Գրքի խոսքերով է դարձի բերում, մարդկանց միջոցով է դարձի բերում, բնությունից օրինակներով է դարձի բերում, երբ որ մարդը դեռևս նոր թարմ է, սխալվել է, սայթաքել է, բայց արագ կանգնում է ոտքի։ Երկրորդը Նայինի այրի որդին էր, 1 օրվա մահացած էր արդեն, տանում էին թաղային, դագաղը տանում էին և մեր Տերը հեռվից կանգնեց, պատանի քեզ եմ ասում վեր կաց, բարձր խոսեց, որտև մի քիչ հեռացել էր արդեն և պատանի էր արդեն, պատանին 15 տարեկան ննց է, այսինքն ոչ միայն սայթաքել էր, արդեն ընկնում էր, շատ էր ընկնում սխալների մեջ և խիստ խոսեց, բարձր խոսեց մեր Տերն, ասաց պատանի քեզ եմ ասում վեր կաց, ավելի հստակ էր հրահանգը, ավելի որպեսզի մարդը չմոլորվի, որպեսզի չմեռնի մեղքի մեջ, և երրորդն էլ Ղազարոսն էր, 4 օրվա մեռել, 4 օրվա մեռել, այսինքն մարդկային 4 տարերով թաթախվել էր մեղքի չարիքների մեջ, խորտակվել էր, մեռել էր մեղքի մեջ և Ղազարոսին ինչպես արթնացրեց, հարություն տվեց մեր Տերը հեռվից, աղաղակելով Ղազարոս քեզ եմ ասում վեր կաց և անմիջապես Ղազարոսը հարություն առավ մեռելներից։ Այդպես էլ մեր Տերը, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, Աստված շուտ չի պատժում, վճիռը արագ չի կայացնում, սպասում է, քննում է, Աստծո աչքը ամենատես է, Աստված բարին արագ է անում, պատիժը հետաձգում է, երկարաձգում է, որ միգուցե մարդը դարձի գա, զղջա, խոստովանի, ապաշխարի, անմիջապես չի խրատում, եթե խրատում է խոսքով, հետո օրինակով և եթե մարդը չի լսում, արդեն հիվանդությամբ, պատիժով, կորուստով ի վերջո, իհարկե Աստված չի կամենում, բայց թույլ է տալիս այդ պատիժները, Աստված չէր կամենում, որ Ադամը պատժվեր, բայց թույլ տվեց, որովհետև ուրիշ ճանապարհ չկար փրկության։ Հեշտ ճանապարհը փրկության պատվիանապահությունն է, ինչպես Ադամը, եթե պահեր դրախտում պատվիանը, անմիջապես կփրկվեր, կմտներ երկնքի արքայություն։ Երկար ճանապարհը ապաշխարության ճանապարհն է։ Ադամը մեղք գործեց և գնաց երկար ճանապարհով, ապաշխարեց։ Մեկ մեղք գործեց 930 տարի երկրի վրա ապաշխարեց, 6000 տարի էլ դժոխքում ապաշխարեց, այդ մի գործած մեղքի համար, տեսեք ինչքան ապաշխարեց։ Ուրեմն խրատը, հանդիմանանքը տարբեր է լինում, ով որ խրատին պատրաստ է լինում,
սիրով է լինում, այն ժամանակ սխրատ այդ առաջին պահին դժվար է թվում, ծանր է թվում, դառն է թվում, ասում է ավելի լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու համբույրը։ Տեսեք, Աստված Ադամին ասաց, ուտես կմեռնես, հստակ էր պատվիրանը, կարծես սա բարեկամի ապտակն էր, իսկ օձի խոսքերը, սա էլ թշնամու համբույրն էր, չես մեռնի, կլինես աստվածների նման։ Տեսեք, ինչ նենգ համբույր է, ինչ ցավալի գայթակղություն, այսինքն չես մեռնի, խաբեց, բայց իրականում մեռավ, չէ, կերավ, մեռավ, բայց Աստված կարծես ապտակեց Ադամին եւ Ադամը հասկացավ այդ Ադամը ապտակ ասեց, երբ որ ուտես կմեռնես, որպեսզի չուտի, բայց Եվային օձ խաբեց, ասեց, չես մեռնի, կլինես աստվածների նման, կիմանաս չարն ու բարին, տեսեք, ոչ բան չի ասում, լխոզումը, խաբումը, այդպես էլ այսօր աշխարհում Աստծո պատվիրանը հստակ է, ոնց որ բարեկամի ապտակը լինի, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, իսկ այսօր այդ բոլոր պատվիրանները ձևափոխվում են, այլափոխվում են, այլասերվում են եւ ուրիշ ձև են ներկայացվում, չէ, մեղք չի, գայթակղություն չի։ Եվ այսպես Աստծո բոլոր պատվիրանները այլափոխվում են եւ մենք չենք ճանաչում Աստծո պատվիրանը, եւ այսպես շահում ենք։ Ուրեմն պետք է հարազատ որդի մեզ համարենք։ Եթե հարազատ չենք, ապա Աստված, ինչպես օրինակ Իսրայելի ժողովրդին ասում է, Աստված իր ժողովրդին ստեպ արագ խրատում է, պատժում է, բայց նրան ում համբերության բաժակը լցվեց, ում պատժի բաժակը լցվեց, ոչնչացնում է։ Եթե հարազատ որդիներ եք, խրատին պետք է պատրաստ լինեք, սիրով տանեք։ Ուրեմն մենք միշտ խրատին պատրաստ լինենք, որպեսզի հարազատ որդիներ լինենք։